Խոսալու ժամանակն ավարտվեց, եկել է գործելու պահը, գործողություններ անելու պահը, ոչ ոք էլ չի ուզում լսել ոչ մի խոսակցություն։ Ժամանակից շուտ ավարտվեցին բոլոր խոսակցությունների անհրաժեշտությունները, մարդիկ գիտեն արդեն ամեն ինչ ու հասկանում են ամեն ինչ։ Եկել է գործողությունների ժամանակը։ Գործընթաց կարող են իրականացնել, իսկական գործընթաց կարող են իրականացնել միայն Հայաստանից դուրս ապրող պատվարժաններ, չքաղաքականացված են հայրենակիցները, ովքեր ողբում են այսօր Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առթիվ, են մարդիկ, ովքեր ինքնաբավ են, կայացած են, առողջ են, հոգեպես և մնացած բոլոր առումներով ու կախված չեն ներհայաստանյան նախկինաներկայական կեղտոտ համակարգից, որովհետև Հայաստանի մեջ գտնվող մարդուն կարող են կալանավորել, վախեցնել, առնել, ճնշել, սպանել և վերջապես ուղղակի գցել թյուրիմացության մեջ։ Հայաստանից դուրս գտնվող 10 միլիոնից ավել արժանավոր հայրենակիցները պիտի սկսեն գործընթաց, այդ թվում այն ուժեղ, կարող, ամուր, կայացած, նյութապես, բարոյապես, հոգով հայերը, որոնք Բրազիլիայից մինչև Եվրոպա, ԱՊՀ տարածքից մինչև այլ մայրցամաքներ սփռված են ամբողջ երկրագնդով մեկ։ Ես կոչ եմ անում ձեզ ուշքի գալ, ես կոչ եմ անում ձեզ թարգել արդեն ամենքդ վարչապետացու Իրանից երևակայել, ես կոչ եմ անում ձեզ դեմն առնել կործանարար պրոցեսի, այսինքն կործանող Հայաստանում ծվարած թուրքական ագենտուրայից ձևավորված իշխանության կողմից տարվող կործանարար պրոցեսի դեմը առնել։ Դուրս եկեք ինքնամփոփ ու ինքնաբավ, կեղծ ինքնաբավ իրավիճակից, միավորեք ձեր ուժերը, միայն դուք կարող եք ստիպել, որպեսզի Հայաստանի մեջ տեղի ունենա նմանատիպ գործընթաց ու Հայաստանում եղած ճակերտների մեջ ուժեղ տղեկը վաղտին ժամանակին իրենց ուժեղ ու կայացած համարող տղեկը, որոնք առանց ամանչելու գնաց են մտել են Նիկոլ Փաշօղլուի մի տեղը, իրանց հերթին դուրս գան, ինչ-որ մի պահի դուրս գան և համաժողովրդական միավորմամբ, համախմբմամբ ու ընդվզմամբ տեղի ունենա վերջապես իսկական, ոչ արհեստական, ոչ Սարքովի իշխանափոխություն։ Նիկոլը մնաց անտեր։ Նիկոլը մնաց անտեր Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխության հետևանքով, Նիկոլը մնաց անտեր Ռուսաստանի Դաշնություն իր կատարած խայտառակ դավաճանական այց կոչվածի արդյունքում։ Նիկոլը մնացել է միայն ու միայն թուրքերի հովանոցի ներքո։ Այդ հովանոցը պետք է ձեռից խլել ու մտցնել այնտեղ, որտեղ կլինի իրա ու իրանց համար առավելագույնս ցավոտ։